Բարև ձեզ բոլորին։ Ժողովուրդ ջան, հիմա ձեզ եմ ներկայացնում հեղափոխական ռեկետը։ Ուրեմն հիշում եք, անցած տարի Երևանի քաղաքապետարանը ինչ անպագորգոր հայտարարություններով ժողովրդին ներկայացնելով որպես լավ բան, որ տեսեք, թավշյա պողպատե թալանչի ԿՊ-ականները փակում են բենզալցակայաններ, ժողովուրդն էլ ուրախացել է, ինչ լավ է։ Հիմա ժողովուրդ ջան, հայտարարությունների շարքից եմ ցույց տալի։ Նորնոք վարչական շրջանում եմ գտնվում, 4-րդ զանգվածում, ըստ Տիգրան Ավինյանի տված շինթույլտվությամբ բացվել է հերթական բենզալցակայանը։ Այս գուլֆ բենզալցակայանի մասին է խոսքը գնում, որի շինթույլտվությունը, այսինքն կառուցման թույլտվությունը Ավինյանն է տվել։ Ուրեմն ռեկետը ինչու՞մ է կայանում, ժողովուրդ ջան, ԿՊ-ական։ Ռեկետը նրանում է կայանում, որ շատ բենզալցակայաններ փակել են եւ բացել են, ասենց ասած, այլ բենզալցակայաններ, այդ թվում Շելը եւ Գուլֆը։ Այսինքն սա ակնհայտ մոնոպոլիա է։ Եթե փակում եք, ուրեմն փակում եք բոլորը, այլ բենզալցակայանները չեն ավելանում։ Հիմա կասեն շատերը, այդ թվում պաշտոնյաները, դե բա այդ է քաղաքի նորմերի խախտումով, իրանք ոչ նախատեսված վայրում են բենզալցակայանները կառուցել եւ այլն եւ այլն։ Շատ լավ։ Ուրեմն ըստ Տիգրան Ավինյանի տված նախագծման այս բենզալցակայանի կառուցումը կառուցվել է ինքնական շինություն։ Այս հատվածի մասին է խոսքը գնում, որը նախագծում ներառված չի եղել։ Բայց նախագծից դուրս կառուցել են, այսինքն հրավտանք, այսինքն պայթունավտանգ, հանրության համար վտանգավոր ինքը օբյեկտ է, բենզալցակայանը, փորձաքննություն չանցած ինքնական շինությունը, որը փորձաքննություն անցած նախագծում արկա չի, ավելացել են այդ շինությունը։ Հիմա ով կարա ասի, սա պայթունավտանգ շինություն է, մեջը ինչ է լինելու, ինչին է ծառայելու, որ հիմա այս շինությունը կառուցել են։ Հիմա մասիվում է 4 զանգվածումը։ Հիմա շատերը կասեք, դե Չախոյան ջան, շինարարը ինքնական շինություն է կառուցել, քաղաքապետարանը դրա մասին տեղյակ չի։ Ոչ, ժողովուրդ ջան, քաղաքապետարանը տեղյակ է, քանի որ ես Երևանի քաղաքապետարանին ակտիվ քաղաքացի հավելվածով գրել եմ միջ շինարարական աշխատանքները ավարտը։ Նկարները ամեն ինչ կա։ Մի փոքր ուշ ավելի մանրամասն տեսահոլովակ կհրապարակեմ ստեղի հայտարարության մասին։ Այսինքն Երևանի քաղաքապետարանին հայտնում են, որ ինքնական շինություն են կառուցում, Երևանի քաղաքապետարանը հաստատում է, ասում արձանագրություն են կազմել եւ ըստ էության առերևույթ երևում է ոչ մի միջոցներ չեն ձեռնարկել։ Բացի դրանից, ժողովուրդ ջան, հիշում եք, ոնց էին ԿՊ-ականները այդ Երևանի քաղաքապետարանը ցույց են տալի, ոնց են գովազդային համակարգ ջղայնությունից սախարնեցի իրա գովազդները հապամոնտաժում։ Ժողովուրդն էլ ուրախացավ, այդ թվում Տիգրան Ավինյանը ասում է, քաղաքը շատ աղմկոտ է այդ գովազդներով։ Ուրեմն ապամոնտաժված գովազդներից մեկի սյունը սա է։ Սա են ապամոնտաժել։ Ու սենց շարունակ։ Բայց բերել են, դրել են հեղափոխական Ավինյանի աշկին չերևացող, երևի կարծում եմ ատկատ է ստացել այս ամեն ինչի համար, որ համայնքային կանաչ գոտում տեղադրել են գովազդ։ Բայց Տիգրան Ավինյան, էսի քո աշկին աղմուկ, տեսանելի աղմուկ չի երևում, բայց ինչ է, կանաչ գոտում ո՞նց եք դուք ինֆորմացիոն վահանակ դնում, եթե դուք մեկ ուրիշը կրկին կանաչ գոտից հանում եք։ Այսինքն սա ակնհայտ թավշյա պողպատե ԿՊ-ական ռեկետ է։ Տեսեք ժողովուրդ ջան, նորից եմ ցույց տալիս, սա նորոնք վարչական շրջանն է, Գայի պողոտայի
այս իշնող եւ բարձրացող հատվածի մեջտեղի հատվածի կանաչ գոտինը բոլորը շատ լավ ով որ այս տարածքում ծանոթ է շատ լավ գինի ոչ թե գովազդային վահանակ ա եղել թե երբ այլ է շուտ են հանել լավ ընդունենք հարց չկա ժողովուրդ ջան ստե գովազդային վահանակ չի եղել մասիվում առհասարակ գովազդային վահանակ չի եղել ընդունենք մի պահ բայց ըստ երևույթի Խաղաղի Երևանի գովազդային վահանակներ հանել են, չէ՞։ Հանել են։ Բա որ հանել եք։ Ընդունենք մասիվում մի հատ գովազդային վահանակ չի եղել, որոնք հանել եք։ Բայց խեք բերում նորը տեղադրում։ Խեք բերում նորը տեղադրում։ Այդ թվում կանաչ գոտու տարածքում։ Հետո, Ժողովուրդ ջան Այս գուլֆ բենզալցակայանի կառուցման նախագիծը ես տեսել եմ եւ նախագծում իմ տեսած այստեղ գովազդային վահանակը նախատեսված չի եղել այսինքն ո՞նց է ստացվում ժողովուրդ ջան Տիգրան Ավինյանը թույլտվություն է տալի որտեղ առերևույթ երևում է որ ինֆորմացիոն վահանակ չկա բերում տեղադրում են Նախագծում ինքնական, այսինքն ավելորդ շինություն չկա, բերում կառուցում են Երևանի քաղաքապետարանը ոչինչ չի ձեռնարկում դրա շուրջ։ Առաջ մայթըստե կառուցել էին քաղաքի նորմերի կոպիտ խախտումով, մայթի լայնությունը 1.50 էր, գոնե մի դրական բան կա, 5 անգամ առաջադրանքը չեղարկելուց հետո, հետ ուղարկելուց նոր բերեցին, ապա մոնտաժեցին ավելի հետ մայթը լայնացեցին, փոխեցին։ Այսինքն, ժողովուրդ ջան, դուրս է գալի, որ եթե Չախոյանը չլիներ, նույնիսկ այս մայթը ավելի փոքր էր, բա Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները, որը ժողովրդի հարկերով պարգևավճարներ են ստանում եւ աշխատավարձ։ Բա դուք ում եք պետք։ Բա ձեր գործի անունը ի՞նչ է։ Աթորնը ճառսնել Տիգրան Ավինյան։ Ավինյան քո տված չէ շինթույլտվությունն է։ Բա այս ամենի ինչ մեկնաբանություն ունի։ Ու բացի այդ ժողովուրդ ջան, ախր գիտեք հետաքրքիրը որն է, որ տեսեք, բենզալցակայան են կառուցում, այսինքն կառուցել են եւ մոտ ժամանակում, մոտ ապագայում արդեն կբացվի շահագործման, արդեն ինքը կկանգնի եւ հենց անմիջապես հետևի հատվածում քննարկման փուլում է, այսինքն հանրային քննարկման փուլում է շինարարը մեկ այլ մասնավոր ընկերություն ուզում է 10 թարգանի շենք կառուցել։ Անկեղծ ասում եմ, էլ էս աբսուրդի ժանրը ես չգիտեմ ուրա հասնում։ Էսի ժողովուրդ ջան, ակնհայտ ռեկետ է։ Այլ ուրիշ այս ամենը բացատրություն չունի։ Ու գիտեք հետաքրքիրը որն է ժողովուրդ ջան, երբ որ այս գովազդային վահանակի աշխատանքներն էին իրականացնում, անկեղծ ես պատկերացում չունեի, որ ստե գովազդ կբերենք տեղադրեն, երբ որ փորման աշխատանքներ էին անում, այս որ կոճղը տեսել էի 4 ծառի կոճղը, մտածեցի, երևի այս հատվածում ծառի համար տեղ են փորում, էլի ասենք, որ բերեն ծառ տնկեն, էլի։ Այն մի ասա իր իսկական փողից գուլֆի ծառ են տնկել էլի իրանց համար։ Ինչ ասեմ, ժողովուրդ ջան, եթե սի ռեկետ չի, բան չա։ Մի շարք բենզալացակայաններ են փագում, բայց տեղը էլ ավելի շատ է այս էության դուսնում։ Այսինքն մի գարելիչի պատմությունն է ալնում։ Մեկի վիշապի վիզը կտրում ես, տեղը 3-ն է աճում։ Հիմա նույնն էս պատմությունն է։ ԿՊ-ի սենց ասած ռեկետն է։ Ժողովուրդ ջան, խեմ ասում ռեկետ նորից եմ կտրում, որտեղ այս ամենը այլ ուրիշ բացատրություն չունի։ Այսինքն մոտ ապագայում ավելի ուշ, երբ որ այս աշխատանքները ավարտին, հասցվի շահագործման հասցվի եւ ամեն ինչը գործի եւ ավելի մանրամասն ես տեսանյութ կհրապարակեմ։ Այս հայտարարությունը ես էլ չգիտեմ, էլ ուր է հասնում։